Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանին հարվածելու փորձ կատարած Վարդանյան եղբայրները շարունակում են մնալ ձերբակալված։ Ըստ փաստաբանների, չնայած նրանց դեռևս պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել, հնարավոր է, որ իրավապահները գործ հարուցեն միանգամից 2 հոդվածով։ Փաստաբանները նշում են, որ 18 տարի նոր բոլորած երիտասարդները դպրոցական են եւ ունեն բարձր առաջադիմություն, ինչի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը արդեն ներկայացվել են։ Ընդհանրապես համաչափության մասին խոսք չէր կարող լինել։ Երեխեքին եթե ասեն եկեք գնում ենք, կամ եկեք այս ժամին ներկայացեք, կամ եկեք գնում ենք, երեխեքը անպայման կգային։ Չէին էլ պատկերացնի, որ չպետք է իրանք գնան։ Իրանք չեն էլ հեռացել աղը։ Ի վերջո իրենք տարածքից չեն գնացել, դա դե միջադեպից, հա, միջադեպից մի ժամից հետո է այդտեղ։ Կոնկրետ են եկել պատարագին են։ Այդտեղ անգամ իրավական տեսանկյունից էլ չի կարող խոսք գնալ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի մասին։ Երեխաները օրհնությանը պետք է մասնակցեին, որը չհաջողվեց, իսկ այդ ձևով կոպիտ ձևով բերման ենթարկել։ Ես անձամբ այնտեղ եմ եղել, երևի թե խնդրում եմ, ասում եմ, լավ, ուր եք տանում երեխեքին, ինձ ոստիկաններից մեկ ասում եմ, ես փաստաբան եմ, ուր եք տանում երեխեքին, ինձ ասում եմ, պայմանագիրը ցույց տուր, որ ասեն ուր ենք տանում։ Փաստաբանները նաև նկատել են, որ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Աննա եկեղեցում զբաղվում էր քաղաքական քարոզչությամբ, բաժանում իր պատկերացրած Հայաստանի քարտեզի բրոշները։ 25 թվականը առաջին օրացուցային տարին է, որ Ադրբեջանի հետ փոխհրաձգության հետևանքով չենք ունեցել զոհեր եւ վիրավորներ։ Պատկերացնում եք, խաղաղություն է Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Եվս մեկ անգամ այսօր առավոտյան քաղաքացիներին հիշեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա սուր քննադատել է խորհրդարանական ընտրություններում իր գլխավոր հակառակորդներին՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին, Ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավար ազգային բարերար տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանին եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ըստ Նիկոլ Փաշինյանի 1994-ից մինչև վերջերս Հայաստանը ոչ թե խաղաղություն է ունեցել, այլ պատերազմի հետաձգում, որի համար վճարել է անկախությամբ, ինքնիշխանությամբ եւ տնտեսական զարգացմամբ։ Եվ ուրեմն եկել է ժամանակը, գալիս է ժամանակը, եւ այդ ժամանակը 2026 թվականի հունիսի 7-ն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր կանգնի իր խաղաղությանը։ Հայաստանի վարչապետին դիմախոսները բազմիցս հիշեցրել են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ են տեղի ունեցել ամենամեծ 3 ռազմական գործողությունները Հայաստանի ու Արցախի դեմ, ինչի հետևանքով զոհվել են հազարավոր զինվորներ, Արցախը հայաթափվել ու ամբողջությամբ հանձնվել է Ադրբեջանին, մինչև հիմա Ադրբեջանի բանտերում տառապում են հայ գերիները, տասնյակ անհետ կորածների մասին չկան որևէ տեղեկություններ, հակառակորդ օկուպացված է պահում Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Միայն ջերմուկում Ադրբեջանը զավթել է Երևանի չափ տարածք։ Հայկական ավանդական աղուհացով, ջերմ ժպիտներով ու բուռն ծափահարություններով են Գավառի բնակիչները դիմավորել Ուժեղ Հայաստան կուսակցության անդամներին։ Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական ուժի ներկայացուցիչները շրջել են փողոցներով, զրուցել գավառցիների հետ եւ ներկայացրել այն ծրագրային դրույթները, որոնցով պատրաստվում են կերտել Ուժեղ Հայաստան։ Գավառի բնակիչներից մեկը հուզմունքը աչքերին խնդրել է Նարեկ Կարապետյանին ամեն ինչ անել իրական հզոր Հայաստան ունենալու համար։ Այս երկիրը փրկեք այս չարիքի, այս ժողովրդի թափառական աշխարհից հետ բերենք, որպեսզի նորից կերտենք Հայաստան, հզոր Հայաստան, ուժեղ Հայաստան, ապրեք։ Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը դիմելով հավաքվածներին անդրադարձել էր երկրում տիրող իրական պատկերին, հակադրելով այն պաշտոնական քարոզչությանը, խոսելով արտագաղթի ցավոտ թեմայի, փակված գործարանների եւ այն տնտեսական պոտենցիալի մասին, որը պետք է վերականգնել մարդկանց սեփական հողում աշխատանք ապահովելու համար, Նարեկ Կարապետյանը շեշտել է, որ Սամվել Կարապետյանի տեխնատությունը բացառիկ հնարավորություն է ունենալու մի առաջնորդ, որը չունի անձնական ֆինանսական շահ եւ առաջնորդվում է բացառապես հայրենասիրությամբ։ Ասում եմ, որ Կարապետյանը կարող է իր ձայնը տա, օրինակ Ռոբերտ Քոչարյանին։ Լսել եք։ Ժողովուրդ ջան, դա ապացույցն է, որ բան չեն կարողանում Կարապետյանի վրա գտնել։ Հիմա ես ձեր մոտ հայտարարում եմ. մեր ուժը ձայնը տալու է Սամվել Կարապետյանին, որպես Հայաստանի վարչապետ։ Ով ձեզ ասի, որ կասկածի, ասեք Նարեկը գրազ է գալիս։ Ինչքան ինչ գրազ ուզում են, թող ասեն։
ու գրազը դուք կվերցնեք հաղթելուց հետո։ Մենք իրար հետ պետքա ուժեղ երկիր սարքենք։ Կա մեր երկրում մեղվաբուն լինի, աշխատանքը եռա, լուրջ զբաղվենք մեր երկրով, թարգենք էլ թույլ լինելուց։ Մեզ թող չհամոզեն։ Անենք։ Ապրենք։ Գավառցիները վստահ են, որ մեր երկրին պետք է առաջնորդ, ով կհամախմբի ժողովրդին եւ վերջ կդնի ներքինատելությանը, Հայաստանը դարձնելով բարեկեցիկ հզոր պետություն։ Ուժեղ Հայաստան կուսակցության գավառի գրասենյակի բացումից հետո կուսակցության անդամները գրասենյակի բացմանը ներկա հազարավոր գավառցիների հետ քայլերթով շրջել են Գավառ քաղաքով։ Արևմտյան Ասիայի ամերիկյան համալսարանները թիրախավորելու մասին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպառնալիքից հետո Հայաստանի ամերիկյան համալսարանն այսօր դասերն անցկացնում է հեռավար։ Սա պարզապես նախազգուշական միջոցառում է։ Ցանկանում ենք ընդգծել, որ մեր համալսարանի նկատմամբ որևէ ուղղակի սպառնալիք չի արձանագրվել եւ արկա չեն հիմքեր համալսարանի վտանգի մեջ գտնվելու վերաբերյալ, նշել են բուհից։ Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ Իսրայելի համալսարաններն այսուհետև դիտարկվում են որպես օրինական թիրախներ։ Նման հայտարարության պատճառ են դարձել իրանական բուհերին, այդ թվում Թեհրանի տեխնոլոգիայի ու գիտության եւ Սպահանի տեխնոլոգիայի համալսարաններին Իսրայելի կողմից հասցված հարվածները։ Իսլամական Հանրապետությունից հայտարարել են, որ թիրախավորվելու է 2 համալսարան, իսկ երևույթը հետագայում բացառելու համար ԱՄՆ-ն պետք է կանխի Իրանի գիտահետազոտական կենտրոնի վրա Իսրայելի հարձակումները։ فرماندهی هم داره خوب نیست. Իրանի խորհրդարանը պատրաստվում է ընդունել նոր օրենք, ըստ որի Հորմուզի նեղուցով նավերի անցնելը կդառնա վճարովի։ Ըստ խորհրդարանի ներկայացուցիչ Ալայեդին Բորուջերդի, Թեհրանը լիովին վերահսկում է նեղուցը եւ գանձվող տուրքերն ուղղվելու են անվտանգության ապահովմանն ու նավերին մատուցվող ծառայություններին։ Իրանի արգոսնախարար Աբբաս Արաղչիի խոսքով թույլատրվել է անցնել միայն բարեկամ երկրներին, այդ թվում Ռուսաստանին, Չինաստանին եւ Հնդկաստանին։ Լարվածության սրմանը զուգահեռ Նաջաֆում Իրանի հյուպատոսությունը հայտնել է, որ ամերիկյան եւ իսրայելական ուժերը թիրախավորել են Իրանի հյուսիսում Ամմոլ քաղաքում գտնվող Կալե կատնամթերքի գործարանը։ Իրանական կողմն այս հարձակումը որակել է որպես հակառակորդի անզորության դրսևորում։ Իրանը չի մասնակցել Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև հակամարտության դադարեցման հարցով Իսլամաբադում տեղի ունեցած հանդիպմանը, հայտարարել է Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Իսմայել Բաղային։ Նախորդ փուլից մինչև այս պահը ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ չեն եղել։ Այն, ինչի մասին խոսվում է, ուղերձներ են, որոնք մենք ստացել ենք մի շարք միջնորդներից, այդ թվում Պակիստանից, բանակցություններ վարելու ԱՄՆ-ի ցանկության եւ հարցման վերաբերյալ, ասել է Բաղային։ Իսրայելական քաղաքները չեն դադարում հրթիռակոծվել։ Իրանի հասցրած հարվածի հետևանքով Հայֆայի արդյունաբերական գոտում հրդեհ է բռնկվել։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պաշտոնապես հաստատել է ռազմածովային ուժերի հրամանատար Ալի Ռեզա Թանկսիրիի սպանությունը։ Իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ զոհվել է նաև երկրի բնական պաշարների եւ ջրային ռեսուրսների պահպանության ստորաբաժանման հրամանատար Մաջիդ Զաքարիային։ Իրավիճակի սրմանը զուգահեռ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտարարել է Բեյրութի ուղղությամբ ռազմաօդային ուժերի հարվածների նոր հզոր ալիք սկսելու մասին։ Իրանի մշակույթի նախարարությունը հայտնել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարձակումների հետևանքով պատմամշակութային ժառանգությանը հասցված զգալի վնասների մասին։ Վնասվել է 131 օբյեկտ եւ 50 թանգարան, այդ թվում Թեհրանում գտնվող եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված հռչակավոր Գոլեստան պալատը։ 150 years. Դոնալդ Թրամփը ներկայացրել է Սպիտակ տան պարահանդեսային նոր դահլիճի նախագիծը, շեշտելով, որ այն պատմական անհրաժեշտություն է։ Նրա խոսքով արդեն 150 տարի է, ինչ ԱՄՆ նախագահները ցանկացել են նման շինություն ունենալ, սակայն նախագիծը կյանքի է կոչվում հիմա։ Թրամփը պարզաբանել է, որ Սպիտակ տան ներկայիս սրահները չեն համապատասխանում բարձրաստիճան հյուրերին պատշաճ ընդունելու չափանիշներին։ Երբ մեզ մոտ բարձրաստիճան պաշտոնյաներ են գալիս, ինչպիսին Սի Ցինփինն է, մեր սրահները շատ փոքր են թվում։ Դրանք պարզապես բավականաչափ մեծ չեն, նշել է նա, շեշտելով ավելի ընդարձակ տարածքի կարևորությունը միջազգային հանդիպումների համար։
Ֆլորիդայում արտակարգ դրություն է հայտարարվել Palm Beach-ի օդակայանում Թրամփի օդանավի մոտ նկատված կասկածելի ԱԹՍ-ի պատճառով։ Օդ են բարձրացել F-16 կործանիչները։ Ազդանշանային հրթիռներ արձակելուց հետո օդանավն ապահով հեռացել է։ Իտալիայում թանգարանից գողացել են մի քանի միլիոն եվրո արժեքով արվեստի հայտնի գործեր։ Անհայտ անձիկ գողացել են Ռենուարի Ձկներ կտավը, Պոլ Սեզանի Նատյուրմորտ բալով եւ Անդրի Մատիսի Օթալիսկա պատշգամբում նկարները։ Կողոպուտի մանրամասները դեռևս հայտնի չեն։